Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առիթով։ Նա սոցցանցի իր էջում գրել է. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին իր վճռական հաղթանակի կապակցությամբ։ Հպարտ եմ, որ աջակցել եմ նրա վերընտրմանը եւ չեմ կասկածում, որ նրա ղեկավարությամբ գեղեցիկ Հայաստանը կհասնի մեծության եւ հաջողության այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի ամենահամարձակ սպասելիքները», նշել է նա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ X-ի իր էջում շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ։ «Իմ ամենաջերմ շնորհավորանքները թանկագին Նիկոլ Փաշինյան խորհրդարանական ընտրություններում այս համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Ուրախ եմ քո կողքին շարունակել մեր սկսած աշխատանքը, ել ավելի ամրապնդելու մեր գործակցությունը, ի նպաստ մեր ժողովուրդների, սատարելու Հայաստանի խաղաղությանը եւ ինքնիշխանությանը եւ աջակցելու Եվրոպայի հետ մերձեցման դինամիկային», գրել է Մակրոնը։ «Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա 2018 թվականին ձեր գլխավորած Թավշահեղափոխության ոգին կենդանի է եւ առողջ, այս մասին էլ ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ուղերձում։ Նա նշել է, որ խորապես գնահատում է գործընկերությունը ժողովրդավարության Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան եւս շնորհավորել է Փաշինյանին, նշելով, որ հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության եւ հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր գործակցության վրա կառուցված ապագայի համար։ Փաշինյանին շնորհավորել են նաև Եվրոպական խորհրդանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Լատվիայի նախագահ Էդգար Ռինկևիչսը, Էստոնիայի վարչապետ Կրիստեն Միխալը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Շվեդիայի թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերոնսը, Լիտվայի եւ Ավստրիայի առաջնորդները, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վերջինս էլ նշել է, որ Ուկրաինան պատրաստ է ընդլայնել գործակցությունը Հայաստանի հետ։ Միջազգային դիտորդական առաքելությունները հրապարակել են հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական գնահատականները։ ԵԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի ներկայացուցիչները դրական են գնահատել ընտրական գործընթացի կազմակերպումը եւ ընտրական մարմինների աշխատանքը, միաժամանակ ուշադրություն հրավիրելով քարոզարշավի ընթացքում արձանագրված բևեռացման, ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, նաեւ արտաքին միջամտության եւ քաղաքական ճնշումների մասին մտահոգությունների վրա։ Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններն ընդհանուր առմամբ եղել են մրցակցային եւ լավ կազմակերպված։ Այս մասին նշվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, նաեւ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած նախնական գնահատականներում։ ԵԱՀԿ-ի գլխավորած միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ ընտրողները հնարավորություն են ունեցել ընտրություն կատարել տարբեր քաղաքական ուժերի միջև, իսկ ընտրական գործընթացը տեխնիկական առումով կազմակերպվել է պրոֆեսիոնալ մակարդակով։ Դիտորդները բարձր են գնահատել ընտրական վարչակազմի աշխատանքը եւ արձանագրել, որ դիտարկված ընտրատեղամասերի մեծ մասում քվեարկությունն անցել է դրական մթնոլորտում։ Միաժամանակ զեկույցում նշվում է, որ քարոզարշավը եղել է բևեռացված եւ ուղեկցվել է կոշտ ռետորաբանությամբ, ընտրակաշառքի եւ այլ խախտումների վերաբերյալ հաղորդումներով։ Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել նաև ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումների, պետական համակարգի որոշ աշխատակիցների վրա հնարավոր ճնշումների եւ արտաքին միջամտության փորձերի վերաբերյալ։ Բևեռացված մեդիա միջավայրը, ապատեղեկատվությունը եւ արտաքին միջամտության դրսեւորումները մարտահրավեր նետեցին Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը եւ հանրային քննարկման ամբողջականությանը։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը հայտնել է, որ ընտրությունները տեղի են ունեցել բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։ Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումներն ու սպառնալիքները հասել էին մտահոգիչ մակարդակի։ Ընտրական մարմինները գործել են խիստ հսկողության ներքո, մինչդեռ ընտրողները ենթարկվել են շարունակական քաղաքական ճնշման եւ հանրային քննարկումների։ Ներքին եւ արտաքին գործոններից բխող լարվածությունը մեծացրել է այս ընտրությունների շուրջ ճնշումը եւ ազդել ընտրական վարչարարության որակի վերաբերյալ հանրային ընկալման վրա, ընդգծելով կառուցողական քաղաքական մթնոլորտի խթանման եւ ընտրական մարմինների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման կարևորությունը։ Իր հերթին Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելությունը նշել է, որ քվեարկության օրը եղել է հանգիստ եւ պատշաճ կազմակերպված, իսկ ընտրական մարմինները կարողացել են ապահովել վստահելի եւ թափանցիկ գործընթաց։
Քվեարկության օրը գործընթացները եղել են պատշաճ կազմակերպված։ Մենք բարձր ենք գնահատում ընտրական մարմինների աշխատանքը վստահելի եւ թափանցիկ ընտրական գործընթաց ապահովելու համար։ Միջազգային հանրապետական ինստիտուտի դիտորդական առաքելությունը նաև խորհուրդ է տվել շարունակել աշխատանքը ընտրակաշառքի հնարավոր սխեմաների կանխարգելման եւ քաղաքական ֆինանսավորման թափանցիկության բարձրացման ուղղությամբ։ Կազմակերպության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսը նշել է, որ ընտրությունների արդյունքներն ու նախընտրական հարցումները ցույց են տալիս Հայաստանի քաղաքացիների եվրոպական ուղղվածության ձգտումը։ Հայաստանի ընտրական համակարգը դիմակայեց արտաքին միջամտության փորձերին, իսկ ընտրությունների կազմակերպիչներն արժանի են բարձր գնահատականի ընտրական ամբողջականությունն ապահովելու համար։ Միջազգային դիտորդական առաքելությունները հայտարարել են, որ առաջիկա շաբաթներին կհրապարակեն իրենց վերջնական զեկույցները, որոնք կներառեն ընտրությունների մանրամասն վերլուծությունն ու բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները։ Ազգային ժողովում մեկնարկել են 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումները, որոնց ընթացքում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական արդյունքներն ու առաջիկա ծրագրերը։ Վարչապետը հայտարարել է, որ հունիսի 7-ի խորհրդանական ընտրություններով ժողովուրդը վերահաստատել է իր աջակցությունը պետությանը, անկախությանը եւ խաղաղության օրակարգին, անդրադարձել է բյուջետային ցուցանիշներին, բանակի բարեփոխումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, թրիփ նախագծին, սոցիալական ծրագրերին, նաեւ տնտեսական ու զբոսաշրջային աճին, ընդգծելով, որ Հայաստանը հակամարտության փակուղուց վերածվում է խաղաղության խաչմերուկի։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթի սկզբում նախ շնորհավորեց Հայաստանի քաղաքացիներին հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հայտարարելով, որ ժողովուրդն իր քվեով պաշտպանել է պետությունը, անկախությունը, ապագան եւ խաղաղությունը։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը։ Փաշինյանի խոսքով ընտրությունների արդյունքներով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կունենա խորհրդարանական մեծամասնություն եւ կձևավորի նոր կառավարություն։ Նա նաեւ հայտարարեց, որ իր գնահատմամբ պատերազմի եռագլուխ կուսակցությունը քաղաքական պարտություն է կրել։ Սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետեւ կարծում եմ, որ ժողովուրդը նաեւ իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը եւ նրան ուղեկցող քրեա օլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից եւ իհարկե սա լինելու է քաղաքական մեծամասնության եւ կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների եւ շատ վճռական եւ հատուկ քայլերով։ Անդրադառնալով 2025 թվականի պետբյուջեի կատարմանը, վարչապետը նշեց, որ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն 886 միլիարդ 500 միլիոն դրամ, ինչը 11%-ով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը եւ 2.3 անգամ ավելի է 2017-ի մակարդակից։ Նրա խոսքով վերջին 8 տարիներին պետբյուջեի եկամուտներն աճել են 135%-ով։ Միաժամանակ պետբյուջեի ծախսերը կազմել են 3 տրիլիոն 305 միլիարդ դրամ, 2017-ի համեմատ աճելով 120%-ով։ Հատկապես մեծ աճ են արձանագրել կապիտալ ծախսերը, որոնք ավելացել են 190%-ով, հասնելով ավելի քան 464 միլիարդ դրամի։ Վարչապետը շեշտել է, որ վերջին տարիների տնտեսական աճի արդյունքում տնտեսական ու սոցիալական ոլորտներում կապիտալ ներդրումները, ներառյալ սուբվենցիոն ծրագրերը 2018 թվականի համեմատ աճել են 3.5 անգամ։ 2026 թվականին դուք տեղյակ եք, որ արդեն սկսեց աշխատել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, բայց պիտի նաև արձանագրեմ, որ դա առանձին վերցրած իրադարձություն չէ, որ մեկ էլ հանկարծ տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 1-ին։ Սա ըստ էության 8-ամյա հետևողական բարեփոխումների արդյունք է, քայլ առ քայլ բարեփոխումների արդյունք է։ Արտաքին քաղաքականության ոլորտում Փաշինյանը կարևորագույն իրադարձություն է անվանել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։ Նրա խոսքով առաջիկայում սկսվելու է համաձայնագրի ինստիտուցիոնալացման գործընթացը։ Վարչապետի խոսքով արդեն ստորագրված է Հայաստան-Միացյալ Նահանգներ թրիփ նախագծի շուրջ համաձայնագիրը եւ մոտ ժամանակներս կսկսվի դրա վավերացման գործընթացը։ Իսկապես իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը
ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց վերածվում խաղաղության խաչմերուկի, եւ սա իհարկե մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում, եւ 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները։ Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման համատեքստում վարչապետը տեղեկացրեց, որ շարունակվում են երկաթուղային համակարգի արդիականացման աշխատանքները, այդ թվում հայտարարվել է Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթը։ Անդրադառնալով պաշտպանության ոլորտին, Փաշինյանը հիշեցրեց, որ մայիսի 28-ին անցկացվել է նոր բանակի զորահանդեսը, այն գնահատելով որպես Հայաստանի նորացված զինված ուժերի խորհրդանիշ։ Նրա խոսքով վերջին տարիներին իրականացված բարեփոխումների արդյունքում Հայաստանը ձևավորել է նոր բանակ։ 22 թվականից կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամ է ներդրել ռազմարտունաբերության ոլորտում, եւ մենք այսօր ունենք մի ռազմարտունաբերություն, որը նաև հետաքրքիր արդեն զարգացումներ ունի միջազգային շուկայի ուղղությամբ, արդեն իսկ տեղի են ունեցել առաջին արտահանումները, արդեն իսկ կնքվել են առաջին պայմանագրերը, որոնք արդեն բավականին տեսանելի եւ ծավալուն թվեր են Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես ոլորտի համար։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 40,000 արցախցի արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Տնտեսական զարգացման ցուցանիշների շարքում վարչապետը առանձնացրել է զբոսաշրջության ոլորտը, նշելով, որ Հայաստանը զբոսաշրջային իրական բում է ապրում, գրանցելով բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը։ Գյուղատնտեսության եւ արտահանման ոլորտում Փաշինյանը հայտարարեց, որ ձեռք է բերվել քաղաքական պայմանավորվածություն, ըստ որի Հայաստանից Եվրոպական միություն արտահանվող գյուղմթերքը մոտ ապագայում կարտահանվի առանց մաքսատուրքի։ Մենք ընդամենը 1.5 ամիս առաջ Ֆանտան գյուղում հերթական ջերմոցի բացման արարողության ժամանակ քննարկում ենք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի Նիդերլանդների վարդի շուկային հասանելիություն ունենանք, բայց ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, հարգելի գործընկերներ, եւ մենք հիմա հասանելիություն ունենք ոչ միայն Նիդերլանդների վարդի շուկային, այլև մենք փաստացի ունենք հստակ քաղաքական հանձնառություն, որ Հայաստանի Հանրապետությունից գյուղմթերքը Եվրոպական միություն կարտահանվի առանց մաքսատուրքի։ Վարչապետի խոսքով արդեն արձանագրվել է արտահանման ծավալների զգալի աճ դեպի Եվրոպական միություն, Չինաստան եւ Հնդկաստան, ինչը վկայում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացման քաղաքականության արդյունավետության մասին։ Ամփոփելով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է խաղաղության, տնտեսական զարգացման, անվտանգության ամրապնդման եւ սոցիալական բարեփոխումների օրակարգը, նպատակ ունենալով ապահովել երկրի երկարաժամկետ զարգացումն ու կայունությունը։ Հայաստանում ընտրություններն անցել են ազատ, հապանցիկ եւ արդար, իսկ այն քաղաքական ուժերը, որոնք խորհրդանական ընտրություններին ընտրակաշառք են բաժանել, պետք է արմատախիլ արվեն եւ հայտնվեն քաղաքական լուսանցքում։ Նման կարծիք են հայտնել իշխող ուժի անդամները Ազգային ժողովում լրագրողների եջեպազրույցում։ Ընդդիմության անօրինական գործողությունները, որոնք արտացոլվել են ընտրակաշառք բաժանելու տեսքով, շատ խիստ իրավական գնահատականի են արժանանալու։ Աշխատելու են քայլեր ձեռնարկել, որ ընտրակաշառք բաժանողները արմատախիլ արվեն Հայաստանից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա, ռուսական ուղղվածություն ունեցող ուժերի նման գործելակերպը հատել է քաղաքական եւ բարոյական գծերը։ Վերջինիս գնահատմամբ նրանք Հայաստանի քաղաքացու կողմից մեկ անգամ եւս մերժվեցին, չնայած օգտագործած բազմաթիվ ռեսուրսներին։ Ու հələ մի հատ էլ որ ընդդիմությունն է խոսում ընտրակեղծիքներից կամ նմանատիպ բաներից բողոքում է, իրոք տենց մարդկանց դեմքներին ժպիտ առաջացնում, գյուղերով ընտրակաշառք են բաժանել ու միակ բանը որ կարող են իրենք բողոքել, միակ բանից որ իրենք կարող են բողոքել, այդ այնա որ իրենք փողը տվել են ու իրանց չեն ընտրել մարդիկ։ Դիտարկմանը թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած որոշման հիման վրա երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղյալ են համարվել ու կարող են ուժերից մեկի անցողիկ շեմը չհաղթարելու պատճառ դառնալ, Ավինյանը ընդգծեց, որ որպես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ այդ ամենն իրեն քիչ է հետաքրքրում, քանի որ ընտրակաշառք հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ուժ հայաստանյան քաղաքական դաշտում պետք է գոյություն չունենա։ 2018 թվականից մինչ այսօր
որևէ մեկը էականորեն չէր փորձել այդ ընտրակեղծարարության այս տեսակ ծավալը նույնպես իրականացնել։ Հիմա այդ փորձը կատարվել է, այդ Ռուբիկոնը անցել են, այդ կարմիր գիծը հատել են եւ իրանք պատժվելու են։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գնահատմամբ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են պարզ, թափանցիկ եւ արդար։ Ըստ նրա դրա մասին են վկայում ոչ միայն միջազգային եւ տեղական դիտորդների արձանագրությունները, այլև ընտրության օրը եւ դրան հաջորդող օրերին քաղաքական ուժերի եւ հանրության տրամադրությունները։ Նախարարը իր խոսքում հավաստեց, որ իրավապահ համակարգը, այդ թվում ոստիկանությունը, իր պարտականությունները կատարել է եւ շարունակում է կատարել ամբողջությամբ։ Այս ամբողջ process-ի արդյունքում ես գոնե թե չեմ տեսել մինչև այս պահը քաղաքական որևէ ուժի կողմից որևէ ներկայացրած արձանագրում, որը կլինի փաստահեն, իրավաչափ եւ նմանատիպ պնդման կհանգեցնի։ Վերաբերում է ընտրությանը մասնակցելու նպատակով Հայաստան եկած քաղաքացիներին, ապա ներքին գործերի նախարարը նշեց, որ կառույցը տեղյակ է, թե որքան է կազմում նրանց թիվը, որը սակայն ներկապային հրապարակման ենթակա չէ։ Սարգսյանը նշեց, որ այդ քաղաքացիները իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են եւ կան դեպքեր, որոնց մասով, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած որոշ քաղաքացիների նկատմամբ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Եթե հայտնաբերել ենք, որ եղել է ընտրողի իրավունքի վրա ազդեցություն կամ իրենք որևէ ձևով խոչընդոտել են որևէ ընտրողի ընտրական իրավունքը, ապա նրանք բնականաբար ենթարկվել են մեր կողմից ձերբակալման եւ նրանց հանձնել ենք նախաքննական մարմին։ Օրինակ դեպք է եղել ընտրական իրավունքին խոչընդոտելու մասով, անձանց հավաքագրման մասով եւ այսպես շարունակ։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի կարծիքով էլ կենտրոնական տրական հանձնաժողովի նախորդի որոշումը, որի արդյունքում երկու ընտրատեղամասի քվեարկություններ չեղյալ համարվեցին, դեռևս ոչինչ չի նշանակում եւ քաղաքացիական պայմանագրի 1224 քվեների կորուստը, որի մասին հայտարարվել է, կարող է կրկնակվեարկության արդյունքում վերականգնվել։ Նախարարը խոսեց նաև Շիկագո արգելավայրի շուրջ ծավալված իրադարձությունների մասին։ Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն այն հատվածները, որոնք անցել են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, էկոլոգիական լուրջ խնդրի առջև են կանգնած, քանի որ ծառահատումները այդ հատվածներում զանգվածային բնույթ են կրում։ Նախարարը նշեց, որ որպես կոպ նախագահ միջազգային հարթակներում ներկայացնելու է այդ խնդիրը։ Ըստ նրա, սակայն սահմանամերձ հատվածներում բնապահպանական խնդիրների ուղղությամբ աշխատանքների դանդաղումը կապված է սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներով։ Նրա պնդմամբ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որպես քաղաքական թիմի անդամ, այս պահին ամենակարևոր եւ օրակարգային խնդիրը հարևան Ադրբեջանի հետ խաղաղության դե յուրե հաստատումն է, որից հետո նոր կանրադառնան մնացյալ խնդիրների լուծմանը։ Եվ ես վստահ եմ, որ մենք դե ֆակտո խաղաղությունը, որը այս պահին ունենք, երբ որ ամբողջությամբ հաստատվի դե յուրե եւ ամբողջությամբ ունենանք սահմանազատված սահմաններ մեր հարևանների հետ, այդ ժամանակ արդեն կարծում եմ այն միջազգային հարթակներում, որտեղ որ ես հանդես եմ գալիս որպես կոպ նախագահ, ես նաև այդ հնարավորությունը կօգտագործեմ, որպեսզի գործընկերների հետ աշխատենք, քննարկենք, առաջարկություններով հանդես գանք, որպեսզի իրականացնենք օրինակ անդրսահմանային հատվածներում միասնական բնապահպանական ծրագրեր։ Բանախոսներից Արփինե Սարգսյանը անդրադարձ կատարեց նաև նոր նմուշի անձնագրի մշակման ընթացքին, ընդգծելով, որ այն ակտիվ փուլում է եւ արդեն աշնանն այն պատրաստ կլինի, հավելելով այդ առնչությամբ համապատասխան գերատեսչությունը հանդես կգա հայտարարություններով։ Շարունակում ենք թողարկումը։ Պետական իրավական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարողականի քննարկումը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանն է ներկայացրել իրականացված ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները։ Նշել նաեւ, որ աշխատակազմում ավտոմեքենաներ եւ հաստիկներ չեն ավելացել։ Պետական իրավական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարողականի քննարկումը։ Նախորդ տարվա համեմատ հաշվետվության առումով աշխատակազմում մեծ փոփոխություններ չկան։ 2025 թվականին պետական բյուջեի մասին օրենքով հաստատվել է 11 ծրագիր եւ 50 միջոցառում։ 2025 թվականին կառավարության որոշմամբ ավելացվել է 7 միջոցառում։ 57 միջոցառումից կատարվել է
55-ը։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ազգային ժողովի պետական իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 15-ին գումարված համատեղ նիստում։ Ըստ Հարությունյանի հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22.5 միլիարդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96%-ը։ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրականացված ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները, նաև նշել, որ վարչապետի աշխատակազմում չեն ավելացել ավտոմեքենաներ եւ հաստիքներ։ Արցախյան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների եւ տարածքների շահգործման սպասարկման միջոցառման շրջանակներում այս ծրագիրն էլ է իրականացվել, ծախս կատարողականը 100% է, բայց նախորդ տարվա համեմատ 26%-ով նվազում ունենք։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանի խոսքով 2025 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին նախագահի լիազորությունների իրականացման ապահովում ծրագրով նախատեսված է եղել հատկացնել 1 միլիարդ 658 միլիոն 673 հազար դրամ։ Ճշտված պլանը կազմել է 1 միլիարդ 711 միլիոն 427 հազար դրամ։ Փաստացի ծախսը կազմել է 1 միլիարդ 627 միլիոն 337 հազար դրամ, ինչը ճշտված պլանի 95%-ն է։ Ծրագրով իրականացվել են հետևյալ 3 միջոցառումները, դրանցից առաջին Հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչականության ապահովում։ Այս միջոցառման տարեկան պլանը կազմել է 1 միլիարդ 669 միլիոն 515 հազար դրամ, փաստացի ծախսվել է 1 միլիարդ 594 միլիոն 234 հազար դրամը, ինչը կազմում է ճշտված պլանի 95.5%-ը։ Տնտեսվել է 75 միլիոն 281 հազար դրամ։ Հաջորդիվ զեկույցով հանդես է եկել ազգային ժողովի աշխատակազմի գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։ Ըստ նրա հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7 միլիարդ 72 միլիոն 937 հազար դրամ։ Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ ազգային ժողովի բնականon գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել են վերաբաշխումներ։ Հաշվետու տարում կառավարության որոշմամբ ազգային ժողովին հատկացվել է 545 միլիոն 516,300 դրամ։ Ճշտված բյուջեն 7 միջոցառումների գծով կազմել է 7 միլիարդ 603 միլիոն 28300 դրամ։ Ծախսը 7 միլիարդ 484 միլիոն 585,800 դրամ։ Բյուջեն կատարվել է 98.4%-ով եւ ճշտված բյուջեի կատարված ծախսի միջև շեղումը կազմել է 118 միլիոն 442,500 դրամ, որը փոխանցվել է պետական բյուջե։ Ազգային ժողովի կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները. ԱԺ գործունեության ապահովում օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ 25 թվականի ճշտված բյուջեն կազմել է 6 միլիարդ 705 միլիոն դրամ, իսկ ծախսը 6 միլիարդ 685 միլիոն դրամ, բյուջեն կատարվել է 99.7%-ով, ծախսերի արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով տնտեսվել է 19 միլիոն 700 հազար դրամ։ Այնուհետև ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Նայիրի Գալստյանը ներկայացրեց ԲԴԽ եւ դատարանների կողմից իրականացված ծրագրերն ու կատարողականը։ Ըստ նրա դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում ծրագրի շրջանակներում 2025 թվականին պետական բյուջեից տարեսկզբին հատկացվել է 17 միլիարդ 154 միլիոն 123 հազար դրամ։ Կառուցվածքային առումով Բարձրագույն դատական խորհրդի եւ դատարանների դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում 1080 ծրագիրը ներառում է 23 միջոցառումներ։ Դատական համակարգի կատարողականի հաջորդ զեկույցը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Հարությունյանինն էր։ Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի բյուջեի կատարողականը բաղկացած է 1.1092 Սահմանադրական դատարանի գործունեության ապահովում ծրագրից, որը ներառում է 3 միջոցառում։ 11001 Սահմանադրական դատարանի գործունեության եւ Սահմանադրական արդարադատության ապահովում, 11002 Սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդ եւ 31001 Սահմանադրական դատարանի տեխնիկական հագեցվածություն։
Կառավարությունը աջակցման եւ բարեփոխումների նոր փաթեթ է ընդունում, որում ներառված են արտահանման, խթանման նոր ծրագրեր։ Նպատակը ռուսական սահմանափակումների պայմաններում շուկաների դիվերսիֆիկացումն է։ Փաթեթը ենթադրում է նաեւ սոցիալական աջակցության համակարգի բարեփոխումներ, ընտանիքների գնահատման մեխանիզմի վերանայմամբ։ Գործադիրը նաեւ քննարկել է ավիացիայի ոլորտի բարեփոխման կարգավորումները։ Ուզում եմ եւս մեկ անգամ բոլորի շնորհավորել ընտրությունների առիթով եւ ընդգծել, որ մեր հիմնական անելիքը, ինչպես եւ նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ ասելու, նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է եւ պետության վերելքը այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը ազատությունը ապահովելու միջոց է եւ մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ։ Ընտրություններից հետո կառավարության առաջին նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց հստակ ուղերձով, ընդգծելով, որ գործադիրի հիմնական առաքելությունը պետք է լինի արդեն մեկնարկած ծրագրերի եւ բարեփոխումների հետեւողական շարունակությունը։ Այս փուլում կարևոր է նախորդող շրջանը ամբողջապես վերլուծենք, հասկանանք ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք, ինչն է, որ ինչից է, որ պետք է հրաժարվենք եւ որտեղա որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում եւ պետք է այդտեղ ավելի մեր ջանքեր գործադրենք։ Ավիացիայի եւ ընդերքօգտագործման ոլորտներից մինչև սոցիալական աջակցության համակարգի բարեփոխումներ ու արտահանման խթանման նոր միջոցառումներ։ Գործադիրում քննարկվեց արտահանման աջակցության նոր միջոցառումը, որը նպատակ ունի աջակցելու հայկական արտադրողների գործունեությանը եւ խթանել արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը։ Նախագիծը մշակվել է Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում, երբ հայկական արտահանման 80%-ը շարունակում է ուղղվել ռուսական շուկա։ Նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափով. ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղցի եւ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կերասին 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ եւ հանքային ջրի համար 150 դրամ։ Այս աջակցությունը կօգնի արտահանողներին մուտք գործել նոր շուկաներ, պահպանել մրցունակությունը միջազգային առևտրում եւ ապահովել գյուղատնտեսական արտադրանքի իրացման բնականon ընթացքը։ Հունիսի 1-ից հետո իրականացվել են արտահանումներ, օրինակ բերեմ, այս ընթացքում արտահանվել է շուրջ 257,000 կիլոգրամ կեռաս, 64900 կիլոգրամ ծիրան եւ այդ արտահանումներ իրականացրած կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին եւ ամսվա ավարտին ստանալ փոխհատուցում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խաչայան։ Ես ճիշտն ասած, որ այս գները նայեցի փոխհատուցման առաջին հարցը, որ ծագեց հետեւյալն էր, համոզված եք, որ հետո ստիպված չեն գտնելու հետ ներմուծել այդ նույն մեր ապրանքները, որովհետև սենց մեծ խթաններ դնում ենք, հետո կարող է պարզվի, որ մեզ ծիրան չմնաց Հայաստանի Հանրապետությունում։ Էկոնոմիկայի նախարարի տեղեկացմամբ նախորդ շաբաթվա ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռումինիա, Բուլղարիա, Լատվիա, Կիպրոս, Նիդերլանդներ եւ այլ երկրներ արտահանվել է 961,000 ծաղիկ։ Ես հիշում եմ, որ նախորդող շրջանում, երբ որ տարբեր տեղեր էինք այցելում, անդադ մտածում էինք ոնց մեր վարդի ինդուստրիան կոնսոլիդացնենք, որպեսզի հոլանդական շուկաներին հնարավոր լինի հասանելիություն ստանալ, բայց ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ եւ հիմա շատ մեծ հնարավորություն է։ Հարգելի գործընկերներ, 8 տարի մենք մեր տնտեսվարողներին աջակցում ենք, խնդրում ենք, հորդորում ենք, որպեսզի ապրանքները բերեն ստանդարտի։ Սրա մասին այս դահլիճում տասնյակ անգամներով խոսել ենք եւ հիմա եկել է այն պահը, որպեսզի մենք հասկանանք ովքեր են այդ հորդորներին եւ աջակցության ծրագրերին արձագանքել, ովքեր չեն արձագանքել։ Ես վստահ եմ, որ նրանք ովքեր արձագանքել են, ընդհանրապես ոչ մի խնդիր չեն ունենալու։ Այս համատեքստում աջակցության եւս մեկ նախագիծ է ընդունվել։ Խոսքը վերաբերվում է չշշալցված կոնյակի սպիրտի արտահանմանը եւ այստեղ փոխկապակցել ենք այդ ծրագիրը հենց խաղողի մթերման ծավալների հետ 2026 թվականի։ Այսինքն
Կազմակերպությունները, որոնք արտահանում են իրականացնում 100,000 լիտրը գերազանցող 1 լիտրի համար, 1 բացարձակ լիտրի համար վճարում են 100 դրամ տուրք։ Այդ նախագծով կառավարությունը ստանձնում է հանձնառություն 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 27 թվականի հունիսի 1-ը այդ գումարը փոխհատուցել տնտեսվարողներին այն պայմանով, որ իրենք խաղողի մթերման սեզոնի ժամանակ կգնեն արտահանված ծավալի ինչքան որ մթերեն, կարող են 2 անգամ ավելի շատ արտահանել։ Հաշվարկը կատարվում է 1 բացարձակ լիտրը 11 կիլոգրամ խաղողի սկզբունքով եւ ինչի համար ենք դրել 2 անգամ ավելի շատ ծավալով, որ เป զի այն պաշարները, որոնք որ իրենք ունեն կൂട്ടակած, այդ պաշարները նույնպես հնարավորություն ունենան սպառելու։ Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի կատարելագործման ուղղված նոր նախագիծն էլ նախատեսում է ընդլայնել ուսանողների համար նախատեսված սոցիալական խմբերի շրջանակը, վերանայել եկամուտների հաշվառման սկզբունքները, մեղմացնել որոշ բացառող գործողությունների ազդեցությունը, նաև կատարելագործել բողոքարկման եւ վերահսկողության մեխանիզմները։ Այս նոր համակարգը ավելի շատ միտված է մարդկանց ոչ թե համակարգում պահելու, այլ համակարգից դուրս բերելուն աշխատանքի, կրթության եւ այլ գործիքների միջոցով եւ մենք կարծում ենք, որ այն բերելու է մեր բազմաթիվ հազարավոր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման։ Փոփոխություններով նախատեսվում է նաև վերանայել անշարժ գույքի, վարկային պարտավորությունների եւ երաշխավորության պայմանագրերի հիմքով կիրառվող սահմանափակումները, բացառություն սահմանել որոշ սոցիալական վճարների հաշվառման հարցում, նաև նոր գործիքներ ներդրնել ընտանիքների կենցաղային եւ ծնողավարման հմտությունների գնահատման համար։ Վարչապետի խոսքով կրթություն, աշխատանք, բարեկեցություն, սա է այն առանցքը, որի շուրջ պետք է ցանկացած մարդու կյանքը կառուցվի։ Նիստում քննարկվեց նաև ավիափոխադրումների ոլորտին վերաբերող նախագիծը, որով առաջարկվում է ավիաընկերությունների համար սահմանված նվազագույն շեմը սահմանել տարեկան հաշվարկով։ Այս որոշմամբ մենք առաջարկում ենք մեկ թիվ ֆիքսել ամբողջ տարվա ամառային եւ ձմեռային ժամանակահատվածների համար մինիմալ 40 չվերթի իրականացում եւ չնշելով թե ամառայինում որքան պետք է իրականացվի եւ ձմեռայինում որքան պետք է իրականացվի։ Վարչապետը նկատեց, որ Զվարթնոց օդանավակայանի հնարավորությունները չեն բավականացնում բոլոր չվերթները սպասարկելու համար։ Ուստի պետք է ընդլայնել դրանք, ապա հավելեց Սյունիք օդանավակայանին միջազգայինի կարգավիճակ տալու հարցը եւս օրակարգում է։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։ Հայկական ապրանքները, որոնք արտահանվում են ԵԱՏՄ երկրներ եւ մասնավորապես Ռուսաստան, որակական չափանիշներով համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին եւ կարող են լինել մրցունակ ամբողջ աշխարհում։ Այս մասին ազգային ժողովում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նշելով, որ ներկայում հայկական արտադրանքը, մասնավորապես գյուղմթերքը, արդեն իսկ արտահանվում է եվրոպական մի շարք երկրներ, նաեւ հարևան Վրաստան։ 2025 թվականին Հայաստանի տնտեսական զարգացման միտումները շարունակել են մնալ դրական եւ երկրում արձանագրվել է 7.1% տնտեսական աճ, ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նրա խոսքով 2025 թվականին էկոնոմիկայի նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 79.5 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է շուրջ 77 միլիարդ դրամ։ Նշվել է, որ 10 ծրագրերի շրջանակում իրականացվել է 75 միջոցառում, տնտեսության զբոսաշրջության ոլորտին հատկացվել է 36.5 միլիարդ դրամ։ Անդրադառնալով տնտեսության արդիականացում պետական միջոցառմանը, նախարարը նշել է, որ դրա իրականացման համար ծախսվել է 22.9 միլիարդ դրամ։ Միջոցառման շրջանակում արտադրական հնարավորությունների արդիականացման եւ տեխնոլոգիաների ներմուծման ու խթանման նպատակով մատչելի պայմաններով վարկեր են տրամադրվել բիզնեսին։ 5176 շահառու ստացել է սուբսիդավորվող վարկ, որով ձեռք են բերվել 3560 միավոր մեքենա, սարքավորում եւ դրանց բաղկացուցիչ մասեր։ Հաջորդ ներդրումների եւ արտահանման խթանման ծրագրով իրականացվել է 13 միջոցառում։ Հաստատված բյուջեն կազմել է 4.7 միլիարդ դրամ, ծախսվել է 4.9 միլիարդ դրամ։ Եվրոպական միության եւ մի քանի այլ երկրներ արտահանման խթանման նպատակով օժանդակություն է տրամադրվել 31 ընկերության, որոնք 2.8 միլիարդ դրամի օժանդակություն են ստացել եւ դրա արդյունքում նրանք ավելի քան 15%-ով ավելացրել են արտահանումը Եվրոպական միություն եւ այլ երկրներ, մասնավորապես տեքստիլ, հագուստ, սնունդ, խմիչք, քյութեր, շոկոլադ եւ այլ ուրեմն ոլորտների մասին է խոսքը եւ զբոսաշրջության ոլորտում 1.5 միլիարդ դրամ
գումար է ծախսվել եւ տարբեր ուրեմն ներքին եւ արտաքին միջոցառումների իրականացման համար, կապիտալ շինարարությունների համար եւ այս միջոցառումների արդյունքում նաեւ շուրջ 3% ունենք նաեւ զբոսաշրջության մեջ աճ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին, որոնք հետաքրքրվեցին կառավարության կողմից արտահանողներին տրամադրվող օգնության ծրագրի մանրամասներից։ Ըստ նախարարի, այն արտահանողները, որոնք ԵԱՏՄ շրջանակներում, մասնավորապես Ռուսաստանում տարաբնույթ պատճառներով դժվարությունների եւ խոչընդոտների են հանդիպել, նրանց համար կառավարությունը նոր ծրագիր է մշակել եւ արդեն պտուղ, բանջարեղեն, վարդեր եւ այլ ապրանքներ միջազգային տարբեր շուկաներ են արտահանվել։ Կառավարությունը սուբսիդավորում է իրենց մաքսատուրքը եւ տրանսպորտային ծախսերի մի զգալի մասը, որի արդյունքում արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան եւ այլ երկրներ եւ այս process-ը շարունակական է եւ մենք ակնկալում ենք շատ ավելի մեծ ծավալներ, սա մեկ եւ եւս տեության այստեղ սահմանափակում չկա, ինչքան շատ արտահանեն, մենք այդ ամբողջ ծավալը կսուբսիդավորենք եւ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ամեն հաջորդ օրը ծավալները շարունակական մեծանում են։ Էկոնոմիկայի նախարարը ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների էական մասը մրցելի է եւ համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Նա վստահեցրեց, դրանք առանց որակական խնդիրների կարող են վաճառվել ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպայում եւ այլ շուկաներում։ Հայ-ռուսական առևտրատնտեսական լարված հարաբերությունների ֆոնին սրվել են խոսակցությունները նաև գազի գնի հնարավոր բարձրացման մասին։ Աժայում լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ լուրերը հերքել են եւ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարը եւ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը։ Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին ակտիվացել են խոսակցությունները, թե Ռուսաստանը հնարավոր է թանկացնի Հայաստան մատակարարվող գազի գինը։ Այլ են մամուլում շրջանառվող տեղեկությունները լրիվ այլ իրականություն է։ Լրագրողների այս առնչությամբ հարցինի պատասխան հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը։ Վերջինիս հավաստմամբ մինչ այս պահը ռուսական կողմից գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ որևէ գրավոր դիմում չի ներկայացվել եւ կողմերն աշխատում են կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում։ Նախարարը փակագծեր չբացելով ընդգծեց, որ բոլոր ռիսկերը գնահատված են եւ ռուսական կողմից հնարավոր քայլերի դեպքում կան մշակված ծրագրեր։ Չեմ կարող ասել ինչ կստացվի, ես կարող եմ ասել, որ քաղաքացիները մտահոգվելու առիթ այս պահին այդ առումով չունեն։ Հնարավոր փոփոխություն չկա, որտեղ մենք պայմանագիր ունենք եւ այդ պայմանագրի ժամկետը ձմեռվանից էլ հետո է լրանում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը նույնպես փառատեց գազի գնի բարձրացման հետ կապված մտահոգությունները։ Ըստ նրա ներկայացին չկան նման խոսակցություններ եւ ծրագրեր։ Մեսրոպյանը սակայն հավելեց, որ այնուամենայնիվ Հայաստանը կարող է դիմագրավել հնարավոր դժվարություններին, հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանում առաջանցիկ տեմպերով զարգացած արևային տեխնոլոգիաների լայն կիրառումը։ Աշխարհացունց բան այնուամենայնիվ դրանից տեղի չի ունենա, որովհետև արևային տեխնոլոգիաները վերականգնող էներգետիկան այս տարիների ընթացքում մեր երկրում բավական բարեբախտաբար զարգացել է առաջանցիկ տեմպերով եւ միայն արդեն արևային կայանների գոյությունը մեր իրականության մեջ մեզ կապահովի 92, 93, 94 թվականների ծանր էներգետիկական կրիզիսի պատկերը ունենալուց։ Այո, անցումային փուլում եթե կլինի գազի թանկացում, որոշակի դժվարություններ ենթադրաբար կլինեն։ Հայ-ռուսական առևտրային հարաբերությունների թեմային անդրադարձավ նաև պետնախագահ Էդուարդ Հակոբյանը։ Վերջինս լրագրողների զրույցում ընդգծեց, որ չնայած ռուսական կողմի սահմանափակումներին, հայկական ապրանքները մրցունակ են։ Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա նրա հավաստմամբ ՍԱՏՄ ռուսական կողմի հետ ինտենսիվ աշխատանքներ է տանում դրանք վերացնելու համար։ Պետնախագահը վստահեցրեց, կառավարությունը հայ տնտեսվարողի կողքին է եւ աջակցման ծրագրերը շարունակական են լինելու։ Մեր ՍԱՏՄ-ն բավական ինտենսիվ աշխատում է իր գործընկերոջ հետ, որպեսզի մեր որակը համահունչ լինի ԵԱՏՄ շուկայի պահանջներին եւ մենք որևէ խնդիր չունենանք մոտ գործելուց։ Ինչ վերաբերում է ձեր ասած արտոնությունը, ասվածը ոչ թե արտոնություն, այլ աջակցության ծրագիր, որպեսզի մեր արտահանումները դիվերսիֆիկացիա ապրեն։ Եվ այսօր էլ խոսեցինք էլի դրա մասին, կառավարության ծրագրով աջակցության ծրագիր եղավ դեպի Եվրամիության շուկա։ Բանախոսները լրագրողների զրույցում խոսել են նաև խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին։
Այսպիսին էր անցնող շաբաթը։ Հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։